Մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում օգոստոսի 1-ին 0:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 45-ամյա Գևորգ Գ-ն իր վարած Kia Forte մակնիշի ավտոմեքենայով Շիրակի փողոցում վրաերթի է ենթարկել 80-ամյա Աշոտ Ա-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել։ Շտապօգնության բժիշկներն արձանագրել են հետիոտնի մահը։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ, մինչդեռ տեղում հայտնել էր, թե ինքը սթափ է, պարզապես դեպքից հետո դեղ է խմել։ Այս տարվա օգոստոսին եւ օդի ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կլինեն կլիմայական նորմայի սահմաններում, հայտնել է օդերևութաբան Գագիկ Սուրենյանը։ Մեզ սպասվում է մեղմ կլիմայական պայմաններին բնորոշ օգոստոս, նշել է նա։ Հայ հիդրոմետրիկ կանխատեսումների համաձայն այս տարվա օգոստոսին եւ օդի ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, ինչը նշանակում է, որ ամսվա ընթացքում հանրապետության տարածքում արտառոց շոքեր կամ արտառոց ցրտեր չեն սպասվում։ Մեզ սպասվում է մեր կլիմայական պայմաններին բնորոշ օգոստոս։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հուլիսի 22-ից 28-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Կենտրոնում ամբողջ շաբաթ Արաբկիրում հուլիսի 22-ին եւ 28-ին։ Հուլիսի 22-ին ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան միայն կենտրոնում։ Առաջիկա շաբաթներին Վաշինգտոնը կակտիվացնի դիվանագիտական ջանքերը պարզելու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խաղաղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ըստ նրա հաջողությունը երաշխավորված չէ, քանի որ երկու կողմերն էլ ունեն հստակ կարմիր գծեր եւ առանց այդ դիրքորոշումների որոշակի մերձեցման ցանկալի արդյունքի հասնելը անհնար կլինի։ Խաղաղությանն ուղղված այս քայլերի համատեքստում սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Վիտքոֆն ու Ջարեդ Քուշները կայցելեն Կիև Ուկրաինայի անկախության օրվա միջոցառումների շրջանակում։ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևը գիշերը ենթարկվել է զանգվածային հարձակման, զոհվել է 9, վիրավորվել 27 մարդ։ Հարվածներ են հասցվել միանգամից 5 շրջանների, որտեղ գտնվող լոգիստիկ կենտրոնները ըստ Դաշնության պաշտպանության նախարարության օգտագործվել են տարբեր նշանակության հրթիռային զենքերի, անօդաչու թռչող սարքերի, ռադիոտեղորոշիչ կայանների եւ ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների արտադրության, պահպանման եւ առաքման համար։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Կիևը արևմուտքի աջակցությամբ ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները։ Նրա խոսքով վերջին շաբաթվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի հրետակոծությունների եւ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 61 մարդ, եւս 327-ը վիրավորվել են։ Զախարովայի պնդմամբ զոհերի եւ վիրավորների թվում կան նաեւ երեխաներ, 1 զոհ եւ 13 վիրավոր։ Նախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով այս գործողությունները կատարվում են արևմտյան երկրների լիակատար հավանությամբ, որոնք նրա պնդմամբ զինում են Կիևին։ Նա նաև հայտարարել է, որ Ռուսաստանի շրջանների դեմ իրականացվող հարձակումների ներգրաված բոլոր կողմերի գործողությունները փաստագրվում են, եւ դրանք ըստ նրա ավելի են սրում միջազգային իրավիճակը եւ հեռացնում խաղաղության հեռանկարը։ Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչը կոչ արել միջազգային հանրությանը դատապարտել Ռուսաստանի խաղաղ բնակիչների դեմ հարձակումները եւ հրաժարվել Կիևին ռազմական ու քաղաքական աջակցությունից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատերազմի սկզբից ի վեր գլխավոր փոփոխությունն այն է, որ նախաձեռնությունը այլևս Պուտինի ձեռքում չէ։ Նա նշել է Ուկրաինայի ահռելի կորուստները՝ մոտ 50,000 զոհված եւ 400,000 վիրավոր զինվոր, ինչպես նաեւ հսկայական թվով անհետ կորածներ։ Զելենսկու խոսքով Ռուսաստանի մարդկային մեծ ռեսուրսներին հակազդելու եւ սեփական զինվորների կյանքը փրկելու համար Կիևը պետք է շեշտը դնի ռազմական տեխնոլոգիաների կիրառման վրա։ Մինչդեռ ռուսական կողմը ըստ նրա ամսական կորցնում է շուրջ 30,000 զինվոր։ Ուկրաինայի ղեկավարը ափսոսանք է հայտնել, որ Ղրիմի վերադարձի հարցը դեռ օրակարգում չէ եւ նշել, որ թեև հողն ու պատմությունը չափազանց կարևոր են, բայց մարդկային կյանքեր չկորցնելը մնում է գերագույն առաջնահերթություն։ Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան այժմ էապես է փոխվել եւ տարակուսել, թե ինչու Ուկրաինային մինչեւ օրս չեն հրավիրել միանալ ՆԱՏՕ-ին։
Միացյալ Նահանգները հնարավոր է ռազմական հարվածներ հասցնի Իրանին հանգստյան օրերի ընթացքում, հայտնել է ամերիկյան CNN հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի աղբյուրները սակայն շեշտել են, որ Վաշինգտոնը դեռևս վերջնական որոշում չի կայացրել այս հարցում եւ չի բացառվում, որ նախատեսվող ռազմական գործողությունը ի վերջո ամբողջությամբ չեղարկվի։ Միլիարդատեր Իլոն Մասկը զգուշացրել է, որ Արևմուտքում եւ մասնավորապես Եվրամիությունում ստեղծված ժողովրդագրական վիճակը կանգնեցրել է բնակչության վերացման վտանգի առաջ։ Նա նշել է, որ Եվրամիության 27 երկրից 21-ում այսօր մահացողների թիվը ավելին է, քան նորածիններինը։ Նրանք գնում են դեպի կործանում, գրել է Մասկը։ Նրա այս հայտարարությունը պատասխան էր ՄԱԿ-ի հրապարակած վիճակագրությանը, որը ցույց է տալիս, որ դեռ 1950-ականներից սկսած աշխարհի ամենազարգացած երկրներում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Ճապոնիայում եւ Հարավային Կորեայում մարդիկ ավելի ու ավելի քիչ երեխաներ են ունենում։ Պորտուգալիայի հյուսիս-արևելքում շարունակվում է պայքարը լայնամասշտաբ անտառային հրդեհների դեմ։ Աղետի գոտում աշխատում է մոտ 1000 փրկարար, ավելի քան 300 տեխնիկայի եւ 12 հրշեջ օդանավի ներգրավմամբ։ Վնասվել է 21 բնակելի տուն եւ մի շարք այլ շինություններ։ 5 մարդ, այդ թվում 3 հրշեջ եւ 1 ոստիկան ստացել է թեթև մարմնական վնասվածքներ։ Իշխանության գնահատմամբ հրդեհն արդեն ոչնչացրել է մոտ 15000 հեկտար խաղողի ու ձիթապտղի այգիներ եւ անտառածածկ տարածքներ։ We're achieving record discounts on prescription drugs. ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնի նպատակը հաղթելն է եւ թույլ չտալը, որ Իրանը միջուկային զենք ունենա, ընդգծելով, որ եթե չեղարկված չլիներ Օբամայի օրոք կնքված միջուկային համաձայնագիրը, Թեհրանն արդեն միջուկային զենք կունենար ու Մերձավոր Արևելքն ու այլ տարածաշրջաններ կոչնչացվեին։ Թրամփի պնդմամբ Իրանը գտնվում է ծանր վիճակում, չունի ռազմածովային ու ռազմաօդային ուժեր, սակայն անգամ այս պայմաններում Միացյալ Նահանգները շարունակելու են ճնշում գործադրել։ Վարչակազմի ներկայացուցիչներն էլ հավելել են, որ 2025 թվականի մարտից սկսված ու նախագահի հրամանով իրականացվող տնտեսական սահմանափակումների հետևանքով Իրանի խոշորագույն բանկը արդեն փլուզվել է։ Երկրում գրանցվել է 180%-անոց գնաճ, ինչի պատճառով Իրանի իշխանությունները անգամ ի վիճակի չեն վճարել իրենց զինվորներին։ Իսպանիայի Սեուտա անկլավում տեղի ունեցած զանգվածային միգրացիոն ճգնաժամի ժամանակ 60000 միգրանտներից 48300-ը կարճ ժամանակում կամավոր վերադարձել է Մարոկո, պայմանավորված ստեղծված ծանր ու քաոսային պայմաններով։ Ըստ պաշտոնական տվյալների 57-ը մահացել են սահմանը հատելիս։ Իսպանիայի իշխանությունները տեղի ունեցածն անվանել են Իսպանիայի տարածքային ամբողջականության խախտում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Մարոկոից հազարավոր միգրանտներ շրջանցել են արգելապատնեշները եւ լողալով հասել իսպանական ափեր։ Մադրիդը բանակ է տեղակայել սահմանային անվտանգությունն ուժեղացնելու եւ քաղաքացիական գվարդիային աջակցելու նպատակով։ Իտալիայի հարավում Նեապոլում եւ նրա շրջակայքում 4.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի հետևանքով առնվազն 21 մարդ տուժել է, նրանցից 2-ի վիճակը ծանր է։ Իտալիայի երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի տվյալներով երկրաշարժը հստակ զգացվել է Նեապոլի ամբողջ տարածքում եւ հարակից բնակավայրերում, հատկապես Կամպիֆլեգրեի շրջանում, որտեղ էլ գտնվել է էպիկենտրոնը, Նեապոլից մոտ 6 կիլոմետր հեռավորության վրա։ Այս երկրաշարժը վերջին 40 տարվա ամենաուժեղն է իտալացիների համար։ Պակիստանի ածխահանքում պայթյունի հետևանքով 32 հանքափոր է զոհվել։ Ողբերգության պատճառը կուտակված մեթան գազն է եղել։ Պայթյունի պահին ստորգետնյա հատվածում գտնվել է 36 մարդ, ընդ որում զոհվածներից 3-ը փորձել են մյուսներին փրկել։